Շարունակում ենք մեր ընթացքը լավ տրամադրությամբ, սիրելիներս, կրկին բարի ողջույններս բոլոր նրանց, ովքեր մեզ են միացել։ Մի առիթով Հրանտ Մաթևոսյանը ասել է, որ որքան հիշողություն ունես, այնքան մարդ ես։ Մենք այսօր խոսելու ենք ինչու՞ չէ նաև մեր հիշողություններից, իսկ հիշողության ամենակարևոր նախապայմաններից մեկն էլ մեր արմատներն են, մեր մշակույթն է, եւ այսօր մենք վերադառնում ենք մեր արմատներին բառից բուն իմաստով։ Այսօր մեր տաղավարում են Վերադարձ արմատներին կրթամշակութային կենտրոնի հիմնադիր նախագահ Վերգինե Ալավերդյանը, բարև ձեզ։ Բարև ողջույն։ Կենտրոնի գեղարվեստական խորհրդի անդամ, ասմունքի եւ թատերախմբի խմբավար Աննա Կոստանյան, բարի լույս։ Բարի օր բոլորիդ։ Եվ գեղարվեստական խորհրդի անդամ, արմատներ եւ հայոց ստիլեր բարի խմբի ղեկավար Մարինե Ֆահրադյան, բարի լույս։ Բարև ձեզ։ Հերթ կարելի է վերցնել։ Պարտադիր։ Ես էլ եմ իհարկե ողջունում, բարի լույս, եւ ուզում եմ մի փոքր մեր հեռուստադիտողներին ասել, բացի նրանից, որ խոսելու ենք ձեր կենտրոնի գործունեությունից, նաեւ տեղեկացնենք, որ դեկտեմբերի 29-ին Բաբաջանյան սրահում կկայանա ամանորյա խառնաշփոթ ներկայացումը Վերգինե Ալավերդյանի ստեղծագործած հսկա մուլտհերոսներով, որը միակն է Հայաստանում եւ դերերում կենտրոնի մեծերն ու փոքրերն են հսկա տիկնիկների թատերախումբը։ Այժմ նախ անդրադառնանք կենտրոնին, ինչով է զբաղվում կենտրոնը, ինչ գործունեություն է իրականացնում։ Որտեղ մենք մոտավորապես տեղեկացված ենք, բայց հասկանանք արդեն 2022 այո, լայն գործունեություն է ծավալում, 2022 թվականին ինչ նորություններ ունեցավ կենտրոնը, խնդրեմ։ Կենտրոնի զբաղվածությունը բազմաբնույթ է, բազմաբովանդակ է։ Այսօր մենք խոսենք թատերախմբի մասին, որտեղ դեկտեմբերի 29-ին ներկայացումը պետք է լինի, խոսենք թատերախմբի մասին։ Ուրեմն թատերախումբը 11 տարեկան է։ Վերադարձ արմատների կրթամշակութային կենտրոնը ինքը նախկինում եղել է նախագիծ։ 2 տարի է, որ ամրագրվել է որպես հասարակական կազմակերպություն եւ իմ գաղափարի շուրջ հավաքվել են իմ լավ ընկերները, իմ բարեկամները, որոնք ինձանից առավել գործունեություն են ծավալում, այսպես ասեմ։ Մենք ունենք բարի խմբեր, երգի խմբակ, թատերախումբ, ասմունք եւ մի շարք խմբակներ, ամեն ինչով զբաղվում ենք։ Ինքս դիզայներ, մոդելավորող, տարազագործ, տեխնիկագործ եմ։ Եվ թատերախումբը կոչվում է տիկնիկների մոլորակ։ Ինչու տիկնիկների մոլորակ, որովհետև բանը դա չկրկնվող մի աշխարհ է, փոխաբերական իմաստով է։ Տիկնիկ բառը շատերը մտածում են ես օգտագործել եմ հենց տիկնիկին վերաբերվող, դա այդպես չէ։ Հրաշքի մոլորակ, երազանքները կատարվելու մոլորակ, անհնարինը հնարավորին դարձնելու մոլորակ, այսպես։ Այնտեղ հանդես են գալիս թատերախմբի տարբեր ոլորտից երեխաներ, տարբեր տարիքի երեխաներ, 25-ից ավել խմբում երեխաներ ունենք եւ ամենազարմանալին գիտեք որն է, որ մեծեր էլ կան, հասուն կատարողներ կան, մեր Աննա Կոստանյանը, որը որ խումբը ղեկավարում է, ինքը մարմնավորում է բարու Փերու կերպարը, ինքը բարի Փերին է, այսպես, բարի Փերին է, անցած տարի ենք մենք խաղացել ու ժողովրդի կողմից շատ սիրվեց դա։ Տիկնիկի կերպարով էլի։ Ոչ, միակ բաց դեմքովը ձմեռ Ձյունանուշը եւ բարի Փերին են։ Մնացած ամբողջ հսկա տիկնիկներն են։ Տիկնիկներն, որոնց ձայնավորում են դերասանները։ Այո, բանը, իրանք մտնում են մեջը եւ հագնում են այդ տիկնիկները։ Ես 600-ից ավել այդպիսի տիկնիկների հեղինակ եմ, գիտեմ բոլորը, որ այդ տիկնիկները Խաղացանք արդեն ունեք։ Այո։ Խաղացանք ունեք, իսկ որպես ամանորյա ներկայացում, սա առաջինն է, թե էլի ունեցել եք ձեր գործունեության ընթացքում ամանորյա Չէ, ներկայացում։ ունեցել ենք, անցած տարի մետրո թատրոնում 3 սեանս խաղացել ենք, ամանորյա խառնաշփոթ ներկայացումը։ Այս տարի ավելացրել եմ տիկնիկներ, կերպարներ։ Գիտեք, ես վերցրել եմ եւ հայկական հերոսներից հեքիաթի եւ մուլտհերոսներից եւ միջազգային ռուսական, արտասահմանյան, որովհետեւ երեխաները տարբեր մուլտեր են, չէ՞, դիտում։ Դրա համար կոչվում է ինքը ամանորյա խառնաշփոթ։ Պատկերացեք Բուրատինո, Գիտունիկ, Քաջնազար, Ուստյան, Մաշա Արջ, այսպես էլի շատ չխոսեմ, որ նաեւ նոր հորինված կերպարներ ձեր կողմից։ Այո, կա այդ դա էլ թոմնա անակնկալ, շատ ճակերտները չբացեմ։ Այսպես ինքը բավականին բովանդակալից բան է ու համեմված երգով, պարով, դե բարի մասով մեր Մարինե Ֆահրադյան ինքը կներկայացնի, մնացածը Աննա Կոստանյան, այսպես սրանից հետո էլ խաղացանկում ունենք Քաջնազարի երազը, որ էլի շատ լավ ներկայացում է, դա էլ գարնան է, էլի կբեմադրենք, արդեն աշխատանքները արվում է։ Ինչ
ենք վերադարձնում։ Ազգային երգն ու պարը, Տիկին Ֆարադյանը կխոսի, թատերախմբի մասին եմ, ազգային երգ ու պարի դեպքում, եթե փոքր-ինչ հասկանալի է, այո, թատերախմբի պարագայում տարազներից բացի կան ուրիշ ավանդական հեքիաթներից, առակներից, հա, միգուցե դրվագներ են թատերականացվում, դա նկատի ունենք նաև թատերախմբում վերադարձ արմատներում։ Այո, Տիկին Կոստանյանը կմանրամասնի։ Նժդեհյան գաղափարախոսությամբ եմ ուզում խոսքը սկսել։ Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ եւ առաջ ձևավորվում է ազգի պահպանման եւ նրա մշակույթի զարգացման ձևով։ Վերադարձ արմատներին կրթամշակութային կենտրոնը հետամուտ է եղել այդ գաղափարախոսությանը եւ մենք փորձում ենք հենց անվանը բնորոշ մեր գործունեությունը ծավալել, ինչը կարծում եմ, որ այս տարիների ընթացքում շատ հրաշալի է ստացվել, իսկ թատերախմբի հետ կապված գործունեությունը ինքը այնքան բազմաբովանդակ է, որ երեխաները թատերախմբ հաճախող նրանք եւ վերհիշում են, եւ առնչվում են, եւ ճանաչում են մեր բոլոր հայկական հինավուրց զրույցները, պատմությունները, հեքիաթները, ինքս էլ փորձում եմ տատիկիս պատմած ինչ որ հուշերից, այսպես մեջբերումներով, հա, ավելի լրացնելով մեր հեքիաթները, որպեսզի ամեն ինչ հասցնենք երեխաներին Այստեղ մի բան ձեզ ընդհատեմ, այսինքն բարձ է դառնում, որ ձեզ մոտ հաճախող երեխաներին դուք ոչ միայն ներկայացնում եք պատրաստի նյութը, որը պիտի դառնա ներկայացում, այլ ճանաչողական նյութեր, ասեմ ավելին, մենք նույնիսկ պահ է լինում, որ մենք թողնում ենք իրենց հայեցողությանը, այսինքն պարտադիր չի, որ խոսքը ասվի այնպես, ոնց որ գրված է։ Եթե պահի տակ դու կզգաս, որ քո խոսքը դու ավելի ճիշտ քո բառերով, իմպրովիզ անպայման անշուշտ մենք չենք թողնում երեխաներին սահմանափակումների, չենք դնում սահմանափակումների մեջ, որովհետև ամեն դեպքում այդ ազատությունը երեխային բեմում ավելի հանգստություն է տալիս, դրա համար մենք շատ խիստ չենք, ինչի՞ չէ, ունենք հումորային պահերել, ունենք, ճիշտ է, մենք փորձում ենք գեղեցիկը հայեցին մատուցել, որը մեր ամենակարևոր, ուրեմն առանցքներից մեկն է, մեր կենտրոն հաճախող երեխաների, որտեղ մենք հավասարվում ենք իրենց տարիքին, ընկերանում ենք իրենց հետ, որպեսզի կարողանանք ել ավելի հասկանալ իրենց ցանկությունները, նպատակները, գաղափարները ու ընկերանալով ավելի հեշտ ես կարողանում մատուցես այն, ինչը որ կենտրոնը ուրեմն իրեն վերագրել է եւ փորձում ենք հենց այդպես դասարակել մեր հետեւաբար դերասանի եւ խոսքի վարպետությունն էլ երևի ուսուցանվում է միջբեմ բարձրանալը, այո, անշուշտ, անշուշտ։ Եվ արդեն անդրադառնանք երկու պարին։ Երկի մասով ավելի շատ Լաուրա Մամյանն է զբաղվում, ճիշտն ասած։ Ահա մենք զրուցել ենք Լաուրա Մամյանի հետ։ Շատ սիրելի եւ հարգելի հարգարժան, իսկ պարի մասով բնականաբար պարը բեմադրվում է այնպես, ինչպես պահանջում է ներկայացումը։ Այսինքն տվյալ ներկայացման համահունչ։ Ելնելով նաև կերպարների բնավորությունից, չէ՞, անպայման։ Եվ գիտեք, իրենք ոչ թե միայն պարում են բեմում երեխաները, այլ նաև վերադառնում ենք արմատներին, ինչպես ասում է Տիկին Ալավերդյանը, յուրաքանչյուր խոսքի մեջ Տիկին Ալավերդյանը միշտ ասում է, մենք վերադառնում ենք մեր արմատներին։ Այո, իրենք պարում են Քաչ Նազարի հետ, պարում են Ուստեանի հետ, եւ շատ ժամանակ մենք հարցնում ենք, ով է Ուստեանը, ով է Քաչ Նազարը, եւ առհասարակ ովքեր բեմում կան։ Կերպար, այո, Կաղանդ պապը եւ ծիծեռնակները մեր մտնում են, նայեք, ներկայացնում չեմ ուզում շատ բացեմ ճակերտները, կա Ձմեր պապը, կա Ձմեր պապը եւ կա Կաղանդ պապը եւ կան ծիծեռնակներ Ձմեր, Գարուն, փաստորեն Գարուն պապը։ Վիճում են Ձմեր պապն ու Կաղանդ պապը։ Չեմ վիճում, ընդհակառակը ընկերանում են, որ հանդիպել են, հա։ Չէ, շատ հետաքրքիր, դա միայն պետք է տեսնել։ Եվ կարծում եմ նման ներկայացում, չգիտեմ, առաջիններից է, թե առաջինն է, որ բեմում կան Ամար, Ձմեր եւ շատ հետաքրքիր։ Եվ Գարուն, այո, որտեղ հանդիպում են Ձմեր պապն ու Գարունը։
Ինչու շատ հետաքրքիր է։ Եվ այս համեմված բարով երկով Եվ իրենք ամենակարևորը, որ մտերմանում են եւ վերջին հաշվով մեր ներկայացման ամենակարևոր առանցքային է, որ մենք փորձում ենք բարություն սերմանել։ Դրա համար մենք այսպես ստեղծովի կերպար է նաեւ մեզ համար բարուփերու կերպարը, որպիսի կարողանանք սեր ու բարություն հորդենք մեզանից եւ ներկայացման միջոցով փորձենք այն տարածել բոլորին։ Խոսում եւ հորդում եք։ Եվ այս ամենը հայեցի վերադարձնենք։ Փաստորեն պարային ներկայացումները միայն լինում են հենց ներկայացման, թատերական ներկայացման շրջանակում, թե կան նաեւ մենք առանձին ունենք արմատներ, այո, եւ հայոց ծիլեր պարային խմբերը, որոնք բնականաբար բացի ներկայացումներից ունենում ենք նաեւ համերգային ծրագրեր, արդեն վերադարձ արմատների տարազային ցուցադրության այո, եւ յուրաքանչյուր տարած իր տարածաշրջանին համապատասխան ունենք պարեր շատ գեղեցիկ, համեմված տարազներով, շատ։ Իսկ ներկայացման մեջ կան հերոսներ, ովքեր կոնկրետ ներկայացնում են տարածաշրջանի տարազը եւ հենց տարածաշրջանի կերպարներին, թե չենք կենտրոնացել այդ թեմայի վրա։ Ոչ, որովհետեւ բան է, մենք այնքան շատ ծրագրեր ունենք տարազներին վերաբերվող հետո առանցին խոսենք, կասեմ, հա, եթերից չասեմ։ Օրինակ գարունի կերպարը լիներ արմատներով մշեցի եւ մուշի տարազով։ Եթե դուք տեսնեք գարուն պապիկին, բարություն է հորդում գարուն արմատների։ Նորովի Կարաբալան, ես Կարաբալային միշտ չեմ ընդունել այդ կերպարը խեղճուկ եւ մտածեցի մի գեղեցիկ բան անեմ եւ ստեղծեցի գարուն պապիկի կերպարը, որը ինձ համար նորովի ներկայացված Կարաբալանն է, որ դուք տեսնեք ինչ շքեղ է դա։ Եվ գարուն ու ձմեռը հանդիպում են իրար։ Ձմեռ պապն ու գարուն պապը եւ կաղանդ պապը։ Պատկերացնում եք։ Շատ է, բայց շարունակենք մենք տարազների թեման եւ հասկանանք որ տարածաշրջաններն եք ներկայացնում, ինչպիսի տարազներ ունեք եւ այլն։ Ասեմ, ուրեմն շուրջ 30 տարազ ունեմ վերականգնած, չասեմ, շատերին ասում են տարազ եք վերականգնում, ոչ, ես տարազ չեմ վերականգնում, ես տարազը վերարտադրում եմ։ Շատ մեծ ցանկության դեպքում էլ ես չեմ կարող վերականգնել, որովհետև դրա համար պետք են մեծ գիտահետազոտական ինստիտուտներ, շատ աշխատողներ, շատ տարիներ, 50-100 տարիներ։ Միգուցե նաև հանդիպումներ տարածաշրջանի բնակիչների հետ։ Տեսեք ոնց է, ես չեմ վերցնում ինչ որ տեղից գրքից նայեմ անեմ, այդպես չեմ աշխատում, ինձ բոլոր ճանաչողները, իմ տարազները, ովքեր ճանաչում են, ովքեր կրել են, բոլորը գիտեն։ Ես կարդում եմ, ասենք, Սասունի մասին, հա։ Սասունի մասին, տեսնում եմ սասունցին ոնց է ապրել, ինչ բնակլիմայական պայմաններում, իրանց զբաղվածությունը ինչպիսին է եղել, եւ ես սկսում եմ դա կարդալով, ես ամբողջ նայում եմ պատի վրա, տեսնում եմ, սկսում եմ էսկիզ անել։ Էսկիզ եմ անում, հետո բացում եմ Սուրենյանցի կամ Պատրիկի գործերից, տեսնում եմ գրեթե նույնն է, ուղղակի ձեռագրի տարբերություն։ Ձեր մոտեցումը։ Այո, ես միշտ մի փոքր ժամանակակից մոտեցում եմ բերում տարազին, դրանից տարազը պարային հագուստ չի դառնում, մի փոքր ժամանակակից մոտեցում, ոնց որ եմ թողեմ ձեռագիր, ընդամենը դա, էլի։ Շատ ունեմ Մուշ, Վան, Սասուն, Ալաշկերտ, Արցախ, Երևան, Թիֆլիս, մեծահարուստի, Թիֆլիսի վերջի Մելիք Ֆրեդոնի հագուստը ունեմ։ Դե մի օր էլ կարծում եմ կգա օրը, որ մենք հենց բեմում կտեսնենք տարբեր տարածաշրջանի տարազներով հերոսների փոխհարաբերությունները, ինչու ոչ, հետաքրքիր միտք, որ կարող է դառնալ իրական։ Միտք տվեցի եւ մեր գործնեությունը, վերադարձ արմատների կրթամշակութային կենտրոնի գործնեությունը անում ենք պատանեկության ստեղծագործական կենտրոնի մասնաշենքում Բագրատունյանց 5 հասցեում։ Ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել Հանձինս վարչական շրջանի ղեկավար պարոն Մկրտչյանին, նորից եմ ասում, մեզ վստահելու եւ աջակցելու համար։ Ձեզ շնորհակալություն, որ թույլ տվեցիք։ Տարիքային սահմանափակում կենտրոն դիմողների միջև կա, եթե ուզենան դիմել հեռուստադիտողներից։ Մենք առանց սահմանափակումների ենք, եթե բարուփերու կերպարում ես եմ ներկայացման մեջ, նշանակում է դրեց ինչեւ այո, դրեց ինչեւ 100 տարեկան կարևորը բոլորի համար դեր կգտնի։ Այո, բոլորի համար հասանելի ենք, մեր դռները բաց է, որ դուք ասեք տարազին, սա հետաքրքիր բան է, ուզում եմ եթերից էլ ասեմ, մի անգամ ես հեռուստաեթերներից մեկում խոսեցի, ելի մեր հասցեն ասի, մեկը երկրորդում մի տատիկ եկավ, դուռը թակեց, բարև ձեզ, գիտեք, ես ձեզ տեսել եմ, որ դուք տարազներ, գիտեք ձեզ ինչ եմ բերել, ինքը 80 տարեկան էր այդ ժամանակ, հիմա 83 է։ Բերել է իմ տատիկի Արցախի արմատներով, արցախցի գյուղը չեմ հիշի հիմա, իմ մոտ է, որ գա կտեսնեք այդ տարազը ամբողջ ձեռքով է կարված։ Նվիրեց ինձ։
ասեց բա ու նկարը բերեց, որտեղ ինքը տատիկի գրկին է։ Այդ տատիկը իր տատիկի գրկին է, տատիկն էլ այդ հագուստով է։ Ու նվիրեց, ասեց ես գիտեմ, որ դուք սա որպես թանգարանային նմուշ կպահեք, կպահպանեք, այդպես Տիկին Սվետային, եթե նայելու է մեզ, նայում է, չգիտեմ, շնորհակալություն Տիկին Սվետա ջան, որ այդ թանկ նվերը տվեցիք։ Այ այսպես եք վերադառնում հասարակային արմատներին, ձեզ հաջողություն ենք մաղթում, իսկապես մեծ գործ եք անում, ասա Հայկ ջան, չընդհատեմ։ Ինչ դե շատ հրաշալի, որ ձեզ մոտ ուղղակի կան նվիրյալներ, կան եռանդուն մարդիկ ու հաշվի չեք առնում նաև ավագ սերունդ, փոքր սերունդ, բոլորդ մի գաղափարի շուրջ եք միտված եւ ուզում եք անել ու պարզապես լավ ու հրաշալի գործ ապրեք դուք ու վստահ եմ, որ դուք փոքրերից ձեզնից հաստատ կունենան քաղելու շատ լավ դրական բաներ, որոնք Եթե կարելի է մի բան էլ ավելացնեմ, մեր նաև ներկայացումների եւ մեր գործունեության հիմքում նաև դրված է փաստը, որ մենք պետք է համատեղենք ամեն արվեստի տարբեր ճյուղեր, կլինի դա երգ, պար, տարազագործություն, ասմունք, թատերախումբ, ամբողջը մենք փորձում ենք միառժամանակ, հա, այսպես ներդաշնակ ձևով համահունչ ներկայացնել հանդիսատեսին։ Դե այդ ամեն ինչի միաձուլումից վստահաբար լավ արդյունք կարող ենք ունենալ, եթե ամեն ինչ արված է գրագետ ու ճաշակով։ Շնորհակալություն ձեզ, հիշեցնենք, հա, եւս մեկ անգամ։ Այո, հիշեցնենք սիրելի հեռուստադիտողներ, մեր տաղավարում էին Վերադարձ արմատներին կրթամշակութային կենտրոնի հիմնադիր տնօրենը եւ գեղարվեստական խորհրդի անդամները։ Իսկ դուք մնացեք մեզ հետ, մենք կվերադառնանք վայրկյաններ անց։